Հանրայինի եթերում առաջին լրատվական հիմնական թողարկումն է, բարի երեկո, առաջարկում եմ նախ մի քանի տողով ծանոթանալ մեր լրազամբյուղին։ Չարաշահումների նոր բացահայտումներ քաղաքաշինության ոլորտում, երկու դպրոցի հիմնանորոգման համար հատկացված գումարներից փոշիացվել է 280 միլիոն դրամ, գործերն ուղարկվել են գլխավոր դատախազություն։ Նրանք ներողություն են խնդրում հայ ժողովրդից։ Հայաստան ժամանած հունգարացի 4 մտավորականները ծաղկեպսակ են դրել կացնահարված հայ սպա Գուրգեն Մարգարյանի շիրիմին և պախարակել մարդասպանին արտահանձնելու մասին իրենց իշխանության քայլը։ Մեկ օրվա ընթացքում Սիրիայում զոհվել է 180 մարդ, Սիրիայի թուրքական սահմանի մոտ գտնվող բնակավայրերում շարունակվում է մարտերը կառավարական զորքի և զինված ընդդիմության միջև։ Նոբելյան երկու մրցանակակիրներ կայցել են Երևան, նրանք 180 երիտասարդ գիտնականների համար կկարդան դասախոսություններ քաղցկեղի բուժման նպատակով ուսումնասիրությունների մասին։ Եվ այսպես քաղաքաշինության ոլորտում չարաշահումների նոր դեպքերի մասին այսօր հայտարարություններ են հնչել կառավարության նիստում։ Շիրակի մարզի համայնքներից մեկում դպրոցաշինության ծրագրից պետության հատկացրած 280 միլիոն դրամը փոշիացնողները կենթարկվեն պատասխանատվության։ Համապատասխան նյութերն ուղարկվել են դատախազություն, վարչապետը նաև տեղեկացրել է, որ բյուջեին այս կամ այն կերպ վնաս հասցրած բոլոր պաշտոնյաներն անխտիր անձնական պատասխանատվություն են կրելու։ Գործադիրի նիստում նաև որոշվել է սոցիալապես անապահով ընտանիքների առաջադիմություն ցուցաբերող 1000 ուսանող երեխաների տրամադրել գումարներ ուսումնառության գործընթացը շարունակելու համար։ Հիշեցնեմ, որ օրերս նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ անհրաժեշտ է այնպիսի մեխանիզմներ մշակել, որ լավ սովորող, բայց անվճարունակ ուսանողները դուրս չմնան կրթական պրոցեսից։ Արմինե Պետրոսյանն է պատմում։ Շիրակի Մեծ Մանթաշ և Մասիսի համար 5 դպրոցներում բացահայտված խախտումները անհետևանք չեն մնա։ Գործերն ուղարկվել են դատախազություն։ Մեծ Մանթաշի 3-րդ աստիճանի վթարային դպրոցի շինարարության համար հատկացվել էր 270 միլիոն դրամ, 200 միլիոնը փոշիացվել էր։ Մասիսի դպրոցում պետական բյուջեին վնաս են հասցրել 80 միլիոն դրամի չափով, տապալել կառավարության առաջնահերթություն հռչակած դպրոցաշինության ծրագիրն այդ բնակավայրերում։ Մենք ուշադիր հետևելու ենք այս գործերին, որպեսզի մեղավորները անպայման պատժվեն։ Եվ նոր գործերը նույնպես հանձնելու ենք դատախազություն։ Վարչապետի քննադատության սլաքն այսօր ուղղվել էր մեկ այլ ոլորտի ևս։ Ֆինանսների նախարարության ներքին աուդիտի ամեն տարվա ոլորտային հաշվետվություններում ներկայացվում են թերություններ։ Շտկել, վերացնել, վերականգնել գումարները նման հանձնարարականներով այլևս չեն սահմանափակվելու։ Այսուհետև անձնական պատասխանատվություն են կրելու այն մարդիկ, ովքեր թույլ են տվել այդ խախտումները։ Խնդրում եմ ձեզ, հարգելի գործընկերներ, վերահսկողության բոլոր արձանագրությունների հետ ծանոթանաք և այս հերթական ստուգումները տարեկան ծրագրով, որ մենք իրականացնում ենք, զգուշացնեք ձեր աշխատակազմի ղեկավարներին, վարչության պետերին, որ այսուհետև լինելու են պատիժներ և մեղավոր անձինք կրելու են պատասխանատվություն։ Նորություններով զինված նիստի էր եկել կրթության և գիտության նախարարը։ Արմեն Աշոտյանը հայտարարեց Հայաստանի ճարտարագիտական ազգային լաբորատորիա հիմնելու նախագծի մասին։ Պետություն մասնավոր և քառակողմ համագործակցությունը հնարավորություն կտա ճարտարագիտական համալսարանում հիմնել 30-ից ավելի ժամանակակից լաբորատորիա։ Նախագիծն արժե 6.2 միլիոն դոլար, 3 միլիոն դոլար ներդրումը կանի ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը, 1.5 միլիոն դոլարը National Instruments կորպորացիան, 350,000 դոլար կառավարությունը և 650,000 դոլար ճարտարագիտական համալսարանը։ Քառակողմ համագործակցության ֆորմատը ցույց կտա հաջորդ տարվա մեկնարկին հունվար-փետրվար ամիսներին շինարական աշխատանքները, վերազինման աշխատանքները, վերապատրաստման աշխատանքները ավարտելուց հետո բացել Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիան, որի քողի ներքո կպատրաստվեն համապատասխան մասնագետներ և կստանան միջազգային չափանիշներով աշխատաշուկայում պահանջված շատ արդիական կարողություններ և գիտելիքներ։ Սոցիալական խնդիրները պատճառ չեն դառնա, որ անապահով ընտանիքի երեխաները կիսատ թողնեն բարձրագույն կրթությունը։ Խնդրի լուծման անհրաժեշտությունը մատնանշել է երկրի ղեկավարը։ Կառավարությունը որոշեց փոխհատուցել սոցիալապես անապահով ընտանիքների լավ սովորող երեխաների ուսման վարձը։ Նվազագույն չափը փոխհատուցման կլինի 50%, առավելագույն չափը փոխհատուցման կլինի 100%։ 2013 թվականի սեպտեմբերի 1-ից այս համակարգը կսկսի գործել։ Եվ հաջորդ տարի այս համակարգում մեր կանխատեսումներով ընդգրկված կլինեն 1000 ուսանողներ,
Երևանի քաղաքապետի առաջարկով 4 միլիարդ 500 միլիոն դրամ հատկացվեց Երևանում ասֆալտբետոնե ծածկը հիմնանորոգելու համար։ Շինարարության շնորհիվ օրորի քաղաքը գեղեցկանում է, բայց ինչ որակ ունեն հիմնանորոգվող ճանապարհները, Տարոն Մարգարյանից հետաքրքրվեց վարչապետը։ Ինչքան ժամանակ է այդ ճանապարհների երաշխավորվածությունը, քանի տարի կդիմանան։ Երաշխավորվածությունը պարոն վարչապետ 5 տարուց ավել են դիմանալու եւ մենք հստակ ունենք պայմանագրեր այն շինարարների հետ, որ ունենան թերություններ, իրենք պետք է վերացնեն այդ թերությունները։ Երևանի քաղաքապետը վստահեցրեց, հետևելու են շինարարությանը, ընթացքում են վերացնելու թերությունները։ Արմինե Պետրոսյան, Ռոմիկ Խաչատրյան, Առաջին լրատվական։ Խոսրովի անտառ պետական արգելոց պոակի տնօրենը եւ արգելոցում պահպանություն իրականացնող մի շարք աշխատակիցներ ազատվել են աշխատանքից, այլ աշխատակիցներ ներկայացվել են կարգապահական տուժերի։ Այս մասին նշված է բնապահպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ նշված պետական արգելոցում կարմիր գրքում գրանցված կենդանիների ապօրինի որսի հետ կապված ոստիկանությունում արդեն իսկ հարուցվել է քրեական գործ։ Ազգային անվտանգության ծառայությունն այսօր հայտնել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների սադրանքի բացահայտման մասին։ Սեպտեմբերի 24-ին Հայաստանի իրավապահ մարմիններին է դիմել Ուզբեկստանի քաղաքացի ազգությամբ տաջիկ 33-ամյա Զամիրժոն Օտաժոնովը, որը հայտնել է, թե պատրաստ է 20,000 դոլարի դիմաց պայթյունների տեսքով ահաբեկչական գործողություններ իրականացնել Ադրբեջանի մայրաքաղաքում։ Օտաժոնովը պատմել է, որ այս տարվա ընթացքում աշխատել է Բաքվի շինարարական կազմակերպություններից մեկում, սակայն տվյալ կազմակերպության տնօրինությունը հրաժարվել է վճարել իրեն կատարված աշխատանքի դիմաց, ինչի պատճառով էլ իբր նրա մոտ ատելություն է առաջացել ադրբեջանցիների հանդեպ։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Զամիրժոն Օտաժոնովը մեր անվտանգության մարմիններին դիմել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների ուղղորդմամբ։ Զամիրժոն Օտաժոնովը վտարվել է Հայաստանի Հանրապետությունից։ Հոկտեմբերի 5-ից 7-ը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի ունեցած ԵԱՀԿ խորհրդարանական վեաժողովի աշնանային նստաշրջանին ազգային ժողովի պատգամավոր Արտաշես Գեղամյանը միայնակ է մասնակցել, քանի որ հայկական պատվիրակության անդամներից Վարդան Օսկանյանն ըստ նրա նպատակարմար չի գտել մեկնել, իսկ Ստեփան Դեմիրճյանն առողջական խնդիրներ ունի։ Հայկական պատվիրակության ղեկավարը տեղեկացրել է նաև, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեաժողովի նստաշրջանի ընթացքում իր 5 ելույթներում ինքն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին եւ թուրք-սիրիական խնդրին։ Թուրքիան դիրքավորում է իրեն որպես պետություն, որը որոշի ձայն է ունենալու այսպես կոչված մեծ մերձավոր արևելք տարածաշրջանում։ Իսկ դրա համար նա պետք է բնականաբար եւ ոչ մի ուժեղ պետականություն, ուժեղ ուժ իր ճանապարհին չունենա։ Այսօր այդպիսի ուժ է Սիրիան։ Սեփական երկրի կառավարության ամոթալի արարքի համար հայերից ներողություն խնդրող հունգարացի 4 մտավորականներ այսօր բարձրացել են եռաբլուր եւ ծաղկեպսակ դրել կացնահարված սպա Գուրգեն Մարգարյանի շիրիմին։ Սեփական նախաձեռնությամբ Հայաստան ժամանած հունգարացի մտավորականները խոստովանել են, որ ադրբեջանցի մարդասպանին արտահանձնելու քայլը կոպիտ սխալ է եւ հակասում է եվրոպական արժեհամակարգին։ Հյուրերը նաեւ ընդգծել են Բուդապեշտի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը։ Այսպես էին իրենց հարգանքի տուրքը մատուցում ու հայ ժողովրդից ներողություն խնդրում եռաբլուրում Գուրգեն Մարգարյանի շիրիմին այցի եկած հունգարացի մտավորականները։ Պատմաբան քաղաքական վերլուծաբանը, Աստվածաբանական քոլեջի ռեկտորը, լրագրող հրատարակիչը եւ գրողը արդեն մի քանի օր է Հայաստանում են, հստակ ուղերձով։ Հունգարիայի կառավարության թույլ տված կոպիտ սխալը առաջադեմ հունգարացիները դատապարտում են եւ ամեն ինչ պետք է անել այդ սխալը շտկելու համար։ Կարծում եմ այն ինչ արել է մեր կառավարությունն անընդունելի է։ Իմ անձնական կարծիքով մեր կառավարությունը պետք է այն գումարները, որոնք առանձնացվել էին մարդասպան Սաֆարովին ՑՄՀ բանտում պահելու համար, փոխանցի հունգարահայ համայնքին, Հունգարիայում եկեղեցի կառուցելու համար։ Հայ համայնքը մեր երկրում կարծեմ եկեղեցի չունի։ Իհարկե սա նվազագույնն է, որ մեր կառավարությունը պետք է անի։ Վերադարձնել ցավոք սրտի այդ մարդասպանին մենք չենք կարող, սակայն որևէ կերպով մեր նոր կառավարությունը պետք է փոխհատուցի հայ ժողովրդին։ Գուրգեն Մարգարյանի շիրիմին ծաղիկներ խոնարհելուց հետո կայացած փոքրիկ միտինգում մարդիկ ներկայացնում էին իրենց մտահոգությունները մարդասպանին արտահանձնելուց եւ ներում շնորհելուց հետո ստեղծված իրավիճակի առիթով։ Հունգարացի մտավորականներն էլ հրապարակայնորեն ներողություն էին խնդրում ոչ թե իշխանությունների, այլ հունգար ժողովրդի անունից։
не является ни Մենք այստեղ ենք ժամանել որպես անհատներ եւ ոչ որպես իշխանությունների ներկայացուցիչներ։ Հունգարական այսօրվա իշխանությունները հեռու են եվրոպական լինելուց եւ մենք այստեղ ենք եկել ցույց տալու եվրոպացի հունգար ժողովրդի համերաշխությունը հայ ժողովրդի հետ։ Magyarországnak valamilyen kézzelfogható módon. Գիտեք ցավալին որն է, որ մեր երկիրը նույնիսկ 1915 թվականի իրադարձությունները չի ընդունել որպես ցեղասպանություն։ Այսօր մենք եղել ենք Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին, ծառ տնկել հիշատակի պուրակում։ Պատասխանելով հարցին արդյոք լավագույն փոխհատուցումը տվյալ դեպքում չէր լինի Արցախի անկախության ճանաչումը, հունգարացի մտավորականները պատասխանեցին, որ իրենց իշխանությունը դեռևս բավական հեռու է այդ պատասխանատու քայլը կատարելու մտքից։ Հայկ Հովհաննիսյան, Տիգրան Բաբայան, Առաջին լրատվական։ Լորվա աշխարհին առանձնակի հմայք ու հոգևորակնածանք է հաղորդում Հաղպատավանքը։ Այստեղ է հայ աշխուհական երգի մեծ քնարերգ ու Սայաթ-Նովան անցկացրել կյանքի 2 տասնամյակը։ Այս տարի նշվում է Սայաթ-Նովայի 300-ամյակը, իսկ հոբելյանական միջոցառումներն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրում։ Վարդի ու Բլբուլի Սիրահարի Հոբելյանի շրջանակում անցկացվում է նաև Ասմունքի հանրապետական փառատոն ազգային ժողովի նախագահի հովանու ներքո։ Հովիկ Աբրահամյանն այսօր մասնակցել է Լոռու մարզային եզրափակիչ փուլին ու լսել խոսքի արվեստի փոքրիկ նվիրյալների ելույթները։ Հոգեշնորհ տերասպետ Վարդապետն ամեն անգամ Հաղպատի այցելուներին առաջին ուղեկցում է վանական համալիրի գավիթ, որի արժեքը ոչ միայն ճարտարապետական ու մշակութային, այլև պատմական։ Այստեղ ուղիղ 20 տարի կրոնավորել է Սայաթ-Նովան։ Համազասպի դունը գա, որ 1252-ից 57 թվին կառուցած է այս համալիրի այս բաժինը, մարդիկ հավաքելով իր շուրջ, որ այնտեղ խորքում ցածր Հեմով խորամը գա, այնտեղ ծառայել է Սայաթ-Նովան։ 10-ից 13-րդ դարերի Հայաստանի մշակութային ու հոգևոր խոշոր կենտրոններից Հաղպատավանքում Սայաթ-Նովան ծառայել է մոտ 2 տասնամյակ, այն պահից, երբ պալատական երգչին վտարեցին արքունիքից։ Աշխարհիկ մտածողության, երգի, արվեստի հետ կապված մարդեր հանկարծ դնում է քամանչան, թողնում է երաժշտությունը եւ անցնում է հոգևոր ծառայության։ Հետագա բանաստեղծները Սայաթ-Նովային անպայման կապում էին Հաղպատի հետ։ Օրինակ Շիրազի բանաստեղծությունը կա, չէ՞, ով Հաղպատի Սայաթ-Նովա։ Հաղպատավանքի հետ Սայաթ-Նովայի հոգևոր աղերսն ու հարազատությունն էր պատճառը, որ հյուրերն այս գյուղում շրջայցը սկսեցին հենց վանական համալիրից։ Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված միջոցառումներն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանական ծրագրում։ Ազգային ժողովի նախագահի հովանու ներքո արդեն 5-րդ տարին անցկացվող Ասմունքի հանրապետական փառատոնն էլ նվիրված է Սայաթ-Նովայի ու Եղեշե Չարենցի հոբելյաններին։ Պոետիկ մթնոլորտն այնուհետև վանական համալիրից փոխանցվեց Հաղպատի մշակույթի տուն, որտեղ էլ տրվեց խոսքի արվեստի արդեն ավանդական դարձած տոնի մեկնարկը։ Ասմունքի վաստակաշատ ձայնն էլ լորեցի փոքրիկ վարպետներին դեպի մեծ բեմ ուղեկցում։ Շահի գարքացվեկի պես եւ համայեմ լալի։ Ասմունքի մանկապատանեկան փառատոնն իր հնգամյա ճանապարհին ընդլայնել է ոչ միայն աշխարհագրությունը, ներառելով նաև Արցախն ու Ջավախքը, այլև ավելացրել է մասնակիցների թիվը 5000-ի փոխարեն պոեզիայով վարակված է 135,000 երեխա։ Մեծ քայլ է մեր ապագա սերնդին սերնդի մոտ վերականգնել սերը դեպի հայ պոեզիա, հայ գրականություն, մշակույթ, արվեստ։ Հաջորդ տարի փառատոնի մարզային փուլն ամենայն հավանականությամբ կկայանա Հաղպատի վերակառուցված մշակույթի տան դահլիճում։ Ազգային ժողովի նախագահը խոստացավ գյուղի արվեստի կենտրոնի նորոգման խնդիրն ընդգրկել մարզերի համաչափ զարգացման ծրագրերում։ Ուրախ եմ, որ այս թիվը արդեն 135,000 է եւ համոզված եմ, որ այս տարի ավելի շատ կլինի։ Նաեւ ուրախ եմ մեր ժողովրդի ողջավորության համար, մեր աշակերտների, մեր ծնողների, մեր մանկավարժների։ Ես ուրախ եմ, որ այս լավ գործը ունի լավ արդյունք եւ լավ ավարտ է ունենալու։ Հաղպատի դպրոցականների գրական ճաշակի ձևավորման գործում քիչ չէ Սողոմոն Էվոյանի դերը, հայոց լեզվի ու գրականության ուսուցչին ու նրա մի շարք գործընկերների ուսուցչի տոնի առիթով Հովիկ Աբրահամյանն արժանացրեց պարգևների։ Գյուղի միջնակարգի վերակառուցման խնդիրն առաջիկայում կքննարկվի, խնդրին կտրվի լուծում։ Հաղպատցիները խորհրդանի ղեկավարին այլ առաջարկել ունեն 1000 տարվա դպրոցի տարեդարձն աննկատ չանցնի, անվանակոչվի Աշուղ Սայաթ-Նովայի անվամբ։ Հաղպատավանքի խորաններն առաջիկայում միայն երթիկի լույսից չեն լուսավորվի։ Ազգային ժողովի նախագահը խոստացավ Հաղպատը շուտով ջահ կունենա։ Մայա Խաչատրյան, Հակոբ Սարգսյան